Բարև ձեզ, եթերում է Զեփյուռ ռադիոկայանը, դուք լսում եք Մարիամ Գևորգյանին, շարականները և հայ եկեղեցին։ Շարականը երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է շարական անունը։ Շարականները ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով 5-ից 15-րդ դարերում։ Հայ թարգմանական գրականության հիմնադիրները հին կտակարանի ու նոր կտակարանի թարգմանելուն զուգընթաց հոգացել են նաև ընդհանուր քրիստոնեական երգաբանության Հայաստան ներմուծելու, հայ ազգային եկեղեցական երաժշտություն ստեղծելու մասին։ Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Բարթևը, Մովսես Խորնացին։ Շարականների հեղինակները եղել են երաժիշտ, բանաստեղծ, երգիչ։ Իրենք են հորինել եղանակը, բառերը և երգել։ Երգերը բովանդակում են աստվածաշնչային մտքեր, որոնք համապատասխան շարականների շարքերն ստացել են իրենց անունը։ Օրհնություն, հարց, մեծացուցցե, ողորմյա Տեր հերկնի, մանկունք, ճաշու համբարձի։ Սրանց մի մասը երգվում է գիշերային և առավոտյան ժամերգության ընթացքում, մյուսը ճաշի կամ երեկոյան ժամերին։ Շարքերի ամբողջությունը կոչվում է կանոն կամ կարգ։ Շարականները երգվում են ըստ միջնադարյան հայ երաժշտության 8 ձայնեղանակների՝ ած, ակ, բծ, բկ, գծ, գկ, դծ, դկ։ Հոգևոր երգերը շարականները աչքի են ընկնում պարզությամբ ու մեղեդիների գեղեցկությամբ։ Եկեղեցական բանաստեղծությունը ամեն բանից առաջ փառաբանանք է ուղղված Սուրբ Երրորդության միասնաբար կամ առանձին։ Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոս շարականների մասին ասում է. աղաչանք, աղոթք, ներբող, փառաբանություն, օրհներգություն, պատմություն, սրբոց վարք, հորդոր, քարոզ, վարդապետություն և վերջապես կրոնական կյանքի հատուկ ամեն ինչ իրենց տեղը ունեն շարակնոցի մեջ։ Ժողովրդի մեջ շատ տարածված և նրա սրտին մոտիկ ու հաճելի է անձինք նվիրյալ Սուրբ Հռիփսիմյան շարականը, որ իր տեսակի մեջ եզակի է թե որպես բանաստեղծություն և թե որպես եղանակ։ Այս շարականը առանց մեկ վարանումի ամենայն վստահությամբ պատկանում է Կոմիտաս կաթողիկոս աղցեցուն 628 թվական, քանի որ արձանագրությունների մեջ կարդում ենք, որ իր հայրապետության երկրորդ տարում 677 թվական ձեռնարկում է Հռիփսիմյան վկայարանի նորոգումը, և այս առիթով նա երգում է այս գողտրիկ երգը, որ գրված է այբուբենական կարգով։ Այստեղ ներկայացված են Սուրբ Հռիփսիմեի ընկերուհիները, պատմվում է նրա գեղեցկության և հայոց թրթատ թագավորի վրա հաղթանակ տանելու մասին և վերջապես նրա և իր ընկերուհիների քաջության ու արի նահատակության մասին։ Դրա համար հեղինակը թելադրում է. ցնծությամբ տոնեցեք նրանց հիշատակը, որովհետև նրանք իրենց վարդագույն արյունը թափեցին երկնավոր Փեսային արժանանալու համար։ Վերոհիշյալ խոսքերը հիմնավորելու համար օրինակ բերենք Լուիս Սիլուսո մեծացուցչե շարականը։ Մայր լուսույն Մարիամ անհարսնացյալ, օրհնյալդ ի կանայս, ըստ լույսն անստվեր հարգանդի կրեցեր, օրհնյալդ ի կանայս։ Մի դադարիր վանս մեր բարեխոսել, օրհնյալդ ի կանայս։ Բազմաթիվ շարականների մեջ Տիրամայրը նաև կոչվում է կենդանի տապանակ։ Աստվածածինը դարձավ նորահաստատ եկեղեցու կենդանի տապանակը, որովհետև բոլոր այն խորհրդանիշները, որոնք անցյալում տրված էին, իրականություն դարձան Քրիստոսով։ Լսենք մի շարական։